Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է Գինեսի և ջութազնագրքի ռեկորդագիր Աշոտ Եղյանը, ողջույն Աշոտ ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Աշոտ, դուք ծնվել եք Սիսիանում և ունեցել եք բավականին վառ մանկություն։ Նախ խոսենք, թե ընդհանրապես ինչպիսի մանկություն եք ունեցել, ինչպես է անցել հենց այդ շրջանը։ Դե իմ մանկությունը անցել է շատ հետաքրքիր։ Ես միշտ սիրել եմ ֆիզիկական աշխատանքներ, ֆիզիկական շարժումներ, ֆիզիոլոգիական շատ եմ սիրել, միշտ սպորտը շատ եմ սիրել, միշտ ձգտել եմ տենց սպորտային խաղերով զբաղվել, իմ համար յուրահատուկ տեղ է գրավել սպորտը իմ կյանքում փոքրուց վառ մանկությունից։ Ես հենց մանկության տարիներին հասկացել եմ, որ սպորտը իմն է, ես յուրահատուկ ձևով եմ սիրում սպորտ, ֆիզիկական կուլտուրա եւ միշտ ձգտել եմ, որ մանկուց շատ եմ երազել, որ մեծ ձեռքբերումներ ունեմ հենց սպորտից, շատ եմ երազել, որ պրոֆեսիոնալ սպորտսմեն դառնամ, աշխարհի չեմպիոն դառնամ։ Հետո սկսել եմ մարզվել, քանի որ մեր մոտ ես Սիսիանից եմ, մեր մոտ չկար տենց զարգացած սպորտային գույք, մարզիչ, պրոֆեսիոնալիզմ, հետևաբար ես սկսել եմ ինքս ինձնով իմ լծակները ստեղծել, մարզվել, այդպես մարզվել եմ փոքրուց եւ մինչեւ հիմա էլ մարզվում եմ, արդեն 7 հատ գրանցված աշխարհի ռեկորդ ունեմ, Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցված պաշտոնապես։ Նշեցիք, որ հիմնականում դուք ինքնուրույն եք սկսել զբաղվել սպորտով, այսինքն դուք եք միջոցները ստեղծել։ Խոսենք նրանից, որ ինչպես կարողացաք այդ միջոցները մարզվելու համար գտնել, որ ձեր տարբերակը ունենաք մինչև ավելի պրոֆեսիոնալ միջոցներով մարզումները իրականացնելը։ Ոնց այդ ամեն ինչը ա եղել։ Գիտեք, դպրոցական տարիքից հիմնականը զբաղվել եմ տրինաժորով, հետո որ արդեն տարիքը մեծանում է, մի քիչ ավելի ես հասունանում, ավելի ոնց որ դռներ բացվեն քո առաջ, համեմատած մանկության հասակից, հետո տենց ճանապարհներ ա բացվում, առաջարկներ ա լինում, տենց կարողացել եմ հասնել Գինեսի ռեկորդների գրքի հաստատման իմ ռեկորդներին։ Մինչև Գինեսի ռեկորդները ունենալը իրականում մարդը զգում է, որ իր մեջ որոշակիորեն ուժ կա, այսինքն տարբերվում է մնացածից իր ընդունակություններով, որը եղավ կամ որ շրջանը եղավ, երբ որ զգացիք, որ իրականում ունեք բավականին մեծ ուժ, որի շնորհիվ կարող եք անել տարբեր, կարելի է ասել, շարժումներ կամ հնարքներ, որոնք ուրիշները չեն կարող անել։ Գիտեք իմ մոտ ոնց է, օրինակ եթե ես տեսնում եմ X ռեկորդակիրը կամ չեմպիոնը ինչ-որ մի հատ վարություն անում կամ ինչ-որ մի հատ ռեկորդ է ուզում անել կամ սպորտային ինչ-որ մի հատ վարություն անում, ես եթե զգացին, որ կարողանում եմ անեմ, իմ մոտ տենց է, իմ ռեկորդները տենց է ստացվել։ Ես երբ տեսել եմ, օրինակ X իմ առաջի ռեկորդները, որ ես տեսել եմ, միանգամից համոզվել եմ, որ ես կարող անեմ։ Ուղղակի մնում է մի քիչ մարզվել, մի քիչ աշխատել, որպեսզի ստացվի։ Իմ պատկերացրածի պես մարզվել եմ, ստացվել է։ Իմ մոտ ես տենց եմ կարծել հասկանամ, որ ստացվում է թե չէ։ Որն է եղել առաջին ռեկորդը կամ առաջին ռեկորդը չէ, այսինքն առաջին լուրջ հնարքը, որը մոտեցնում էր դեպի Գինեսի ռեկորդին։ Այդ ճկուտ մատերով եմ ես deadlift արել, հայերեն թարգմանաբար ձգումվեր վարությունը կոչվում։ Աշխարհի ռեկորդը եղել է 1069 կիլոգրամ, աշխարհի գործող ռեկորդը իտալացի մարզիկն արել։ Ես տեսա միանգամից իմ մեջ ներքին ձայնը ոնց որ ինչ ուշեր, որ հաստատ մենք կարող անենք։ Իմ առաջի ռեկորդը սենց է ստացվել, այդ պատմությունը առաջի ռեկորդի հետ տենց է եղել։ Հետո որոշ ժամանակ մարզվել եմ, ստացվել է։ Իրականում շատ ենք տեսնում, որ հենց ռեկորդակիրները մատներից կենտրոնանում են ճկույտ մատի վրա, որպեսզի ուժային տարբեր վարժությունները իրականացնեն այդ մատով, ինչով է դա պայմանավորված ու իրականում ռեկորդներից հետո արդյոք ֆիզիկական վնասներ չեք կրում, որովհետև իրականում դժվար է այդ ծանրությունը պոկել տեղից ընդամենը մեկ մատի շնորհիվ։ Տեսեք,
ես հատուկ չեմ կենտրոնացել ճկուտ մատի վրա, ուղղակի ինքնաբերաբար տեսել եմ, այտենց է ստացվել, որ տեսել եմ, արել եմ։ Այնպես չի, որ ես կենտրոնացած եմ ճկուտ մատի վրա կամ ինչ-որ ուրիշ մատի վրա։ Ես նայում եմ ինչն է ինձ դուր գալի, ինչն է իմ համար հետաքրքիր, փորձում եմ անեմ։ Այդպես է։ Նաև բավականին ապշեցուցիչ էր, երբ որ անվադողերով կարողանում էիք հենց պլանկաներ պահել ու բավականին մեծ ծանրություններ դա, դրան անցումը ինչպես եղավ։ Տեսեք, ինչպես ես ասացի, ես հենց տեսա ինչ-որ մատ վառություն տեսամ, ինձ դուր եկավ, ինձ հետարքրավ, ես անպայման փորձելու եմ անեմ։ Ես իմ մոտ տենց է, էլի։ Ես տեսամ այդ ռեկորդը Գինեսի սայթի մեջ էր այդ ռեկորդը։ Տեսել եմ, հետարքրել է, ինձ թվացել իմ ներքին ձայնը ոնց որ ինձ հուշեր, որ կստացվի մեր մոտ։ Ընդամենը մնում է փորձենք։ Եվ մի քիչ փորձեցի, ստացվեց։ Քանի որ մենք միայն տեսնում ենք արդյունքը եւ մենք չենք տեսնում օրինակ այդ արդյունքից առաջ ինչ քայլերը կատարած էլ, արդյոք այդ վարժություններից առաջ նախապատրաստական շրջանը ոնց է լինում, որովհետեւ իրականում միանգամից այդպիսի ծանրություն բարձրացնելը հաստատ հնարավոր չի։ Իրականում դա միանգամից չի ստացվում, չի լինում, պետք է քիչ-քիչ փորձես, քանի որ քաշը ծանր է, հետեւաբար պետք է քչից սկսես։ Խուսափելու համար վնասվածքներից եւ այլը քչից սկսում ես, մարզվում ես, ու հետո կոփվում է քո մարմինը, ադապտացվում է այդ ամեն ինչին ու հասնում ես քո ուզածին, շատ աշխատելուց հետո։ Նաև քանի որ բավականին տարբեր ռեկորդներ եք ունեցել, իրականում թե դրանք դրական հետևանքներ են ունենում, բայց նաև կարող են ունենալ բացասական, քանի որ ֆիզիկապես մարդու վրա կարող է որոշակի ազդեցություն թողնել։ Արդյոք ինչ հետևանքներ եք ունեցել այդ ռեկորդներից հետո եւ իրենց այն մյուս բացասական կողմը ցույց տանք, որ դրանք ինչ են հանգեցնում հենց մարդու առողջության վրա։ Տեսեք, ամենաառաջինը պետք է ուշադիր լինել։ Օրինակ իմ կարիերայի մեջ, ռեկորդային կարիերայի մեջ դեռ փառք Աստծո ես չեմ հանդիպել լուրջ վնասվածքներ չեմ ստացել։ Ճիշտ է, շատ մեծ քաշերի հետ է իմ գործունեությունը հիմնականում լինում իմ մարզվելու ընթացքում, բայց ես փառք Աստծո դեռ լուրջ վնասվածքներ չեմ ստացել։ Վնասվածքներ ստացել եմ, բայց փառք Աստծո դրանք լուրջ չեն եղել։ Նաև երբ որ մարդիկ մտածում են, որ նման ռեկորդներ սահմանելը իրականում նյութական նպատակներ ունի, քանի որ շատերը կարող են օրինակ ցանկանալ ռեկորդներ սահմանել, որպեսզի ֆինանսական շահույթ ստանան, այսպես ասած։ Իրականում եկամուտ արդյոք բերում է ռեկորդներ սահմանելը։ Ես չգիտեմ, օրինակ ես Հայաստանում եմ ապրում, ես հայ եմ, 2 տարվա մեջ հասրել եմ 7 հատ ռեկորդ սահմանել, պաշտոնապես գրանցված եւ չեմ ստացել ոչ մի դրամական պարգևներ, չգիտեմ, միգուցե ուրիշները ստացել են ռեկորդ սահմանելուց, ես ամեն դեպքում չեմ ստացել։ Ես կարող եմ դա պաշտոնապես արձանագրել, ասել ձեզ, որ դա այդպես է։ Աշոտ, իրականում մարդիկ որոշակի նպատակ են ունենում, այսինքն երբ որ ինչ-որ մի բան են անում։ Մեկը կարող անի դա օրինակ հենց ֆինանսական եկամուտ ունենալու համար, մյուսը այլ նպատակներով։ Եթե սա ձեր հոբին է, բայց օրինակ չի կարող բերել որևէ ֆինանսական եկամուտ, որը կարող է նպաստել նաև որպեսզի դուք օրինակ հոգաք ձեր ծախսերը։ Արդյոք ձեր նպատակը ո՞րն է, այսինքն ռեկորդներ սահմանելը, ձեզ համար ինչ է դա իրականում նշանակում։ Իմ համար ամենակարևորը, ես շատ եմ սիրում, ես սիրով եմ այդ մարզվելու, գնում մարզվելու, ես սիրով եմ այդ ամեն ինչին հետևում, անում, զբաղվում, հետևաբար ինչը որ սիրով ես անում, իմ կարծիքով հաստատ ամեն առումով իր բարիքը կտա։ Մնում է ուղղակի իմ կարծիքով որպես ռեկորդակիր ես կարող եմ ասել, որ պետք չի, օրինակ 7 հատ ռեկորդ եմ արել ու ոչ մի ֆինանս ոչ մեկից չեմ ստացել, դա ինձ չի կանգնեցնում։ Իմ նպատակը այն է, որ շատ ավելի լուրջ ռեկորդներ անեմ, վստահ եմ, որ կստացվի, ֆինանսական էլ կգա։ Նաև ինչպես են ձեզ մոտ ընդունում մարդիկ, քանի որ գիտեմ, որ մանավանդ Սիսիանում մարդիկ մեծ ուրախությամբ են ընդունում, եթե ինչ-որ մեկը հաջողություն է ունենում, ինչ է ընդհանրապես քո ունեցած հաջողությունները բնակիչների համար։ Դե քանի որ ես առաջի Գինեսի ռեկորդակիրն եմ, առաջի սպորտսմենն եմ, եթե կարելի ասել պրոֆեսիոնալ մեր քաղաքում, Սիսիանում,
բոլորի համար դա շատ բարձր բան է, ճիշտ է կան մարդիկ, որ ոնց որ իրանք այդքան էլ ուրախ չեն, բայց հիմնական իմ բնակիչները, իմ սիսյանցիները ուրախ են, ես էլ շնորհակալ եմ իրանց, որ գնահատում են իմ քրտնաջան աշխատանքը, իմ համար դա մեծ արժեք ունի, եւ ամեն ինչ անելու եմ, որ իրենց սպասելիքները էլ ավելի արդարացնեմ, կապ չունի իմ սիսյանցիքներն, իմ հայրենակիցների բոլորի, ես կարծում եմ, որ ես ծնվել եմ սպորտի համար եւ ամեն ինչ անելու եմ, որ իմ ազգին ուրախացնեմ իմ հաջողություններով։ Նաև ձեր ընտանիքի անդամները ընդհանրապես ինչպես են վերաբերվում, քանի որ իրականում դժվար է, երբ որ մարդը սպորտով է զբաղվում, որովհետև դա իր կյանքի մեծ մասն է լինում ու կյանքի մի հատված հատկացնում ես դու հենց այդ ուղուն։ Դե տնեցիները բնականաբար մերժում են, ես շատ անգամ չեմ էլ ասում, օրինակ շատ մեծ քաշերի հետ եմ իմ առնջությունը ունենում, ես ինձ չեմ ասում, որ չանհանգստանան, հատկապես մայրս շատ անհանգստանում, դրա հետ կապված ես չեմ ասում իրանց, հատկապես մորս չեմ ասում, որ օրինակ 200 կիլոգրամով պլանկ եմ արել կամ 300 կիլոգրամով կամ չգիտեմ X թվով, բնականաբար շատ են անհանգստանում, ինձ չեն էլ թողի, եթե անեմ, ճիշտ է ես բավականին հասուն մարդ եմ, հասուն տարիքի մեջ եմ, բայց անկախ ամեն ինչից իմ ծնողի ասածը իմ համար օրենք է։ Նաև արդյոք ընտանիքում գենետիկորեն դա կապ ունի, որ ընտանիքի մեջ մարդիկ պետք է օրինակ որևէ մեկը հենց սպորտային տվյալներ ունենա, որ դա փոխանցվի, թե մարդը իր վրա աշխատելով կարող է ստեղծել այն արդյունքը, որին ինքը ցանկանում է։ Ես կարծում եմ, որ գեներն էլ շատ կապ ունեն, բայց ամենաշատը աշխատասիրության վրա է։ Եթե ինչ-որ մի բան սիրում ես, անկախ քեզնից ուզում ես անես ու կատարելագործես քո սիրած մասնագիտությունը, սպորտաձևը եւ այլ եւ այլ։ Նաև քանի որ սա իրականում հոբի է եւ այսինքն դուք կարող եք անել այս ամեն ինչը, բայց չեք կարողանա ստանալ եկամուտ, որը իրականում որոշակիորեն անհրաժեշտ է մարդուն հետագա առաջխաղացման համար, ինչ նախաձեռնություն եք իրականացնում, որպեսզի կարողանաք գոնե այդ ռեկորդներից չստացված եկամուտը փոխարինել տվյալ գործունեությամբ ծավալված հենց աշխատանքով, այսինքն սպորտով կարողանում եք ինչ որ գործունեություն ծավալել, որը գոնե կարողանա այդ եկամուտները բերել։ Ոչ, կոնկրետ սպորտով չէ, իմ ռեկորդներով ես դեռ չեմ կարողացել ֆինանս ապահովել, ես նաև խաչքարագործ եմ, իմ գերդաստանը քարի վարպետներ են բոլորը, ես նույնպես քարի վարպետ եմ, գեներով եկել է, ես հիմնականը իմ կարիքները, իմ ֆինանսականը հոգում եմ իմ քարի մասնակից լինելով։ Նաև արդյոք այսօր Սիսիանում տալիս են երիտասարդներին հնարավորություն, որպեսզի նրանք կարողանան իրենց հնարավորությունները փորձել սպորտում, թե դեռևս չկան այնպիսի միջոցներ, որ այն երիտասարդները, ովքեր ունեն ունակություններ, կարողանան զարգացնել։ Ես չեմ ուզում ուրիշի տեղը խոսել, եթե կարելի այդպես ասել, ես իմ տեղը կարող խոսեմ, ես Գինեսի 7 հատ ռեկորդ ունեմ, 7-ագիր ռեկորդակիր եմ, դեռ ոչ մեկից ոչ մի բան չեմ ստացել։ Նաև դուք սահմանում եք ռեկորդներ ու ամեն անգամ ավելի դժվար ռեկորդ պետք է սահմանեք, որպեսզի այդ շեմա անցնեք կամ նոր ռեկորդակիր դառնաք։ Արդյոք այդ ձեզ համար ինչ է, այսինքն չկա վախ, որ հետո ինչ պետք է լինի, այսինքն հետո օրինակ ինչ կանեմ, եթե ես այսքան ռեկորդները արդեն նվաճել եմ։ Տեսեք, ես հիմնականում անում եմ այն ինչը որ ինձ դուր է գալի, ինչը որ ես շատ եմ սիրում։ Հետևաբար ձգտում եմ, որ ուշադիր եմ հնարավորինս մաքսիմալ, որ լուրջ վնասվածքներ չստանամ կամ ընդհանրապես վնասվածքներ չստանամ։ Դե փառք Աստծո դեռ չեմ ստացել լուրջ վնասվածքներ։ Նաև տարիքային շեմը կապ ունի, այսինքն կգա որոշակի տարիք, որից հետո այլևս էլ չեք կարողանա այդ փորձերը իրականացնել, որովհետև վտանգավոր կլինի։ Ես չգիտեմ, ժամանակը ցույց կտա, իմ մարզավիճակը ցույց կտա, իմ օրգանիզմը ցույց կտա, ես հստակ չեմ կարող բան ասեմ, բայց լիքը շատ մեծ տարիքով մարդիկ կան, որ ես անձամբ տեսել եմ, իրանք ինչեր են անում։ Իմ կարծիքով տարիքը այդքան էլ էական չի, եթե դու ճիշտ ես անում քո սպորտաձևը, ճիշտ ես զբաղվում, կատարելագործված ես քո սպորտում, ինձ թվում է ոչինչ չպետք է խանգարի։
Նաև ես գիտեմ, որ նոր ռեկորդ եք ցանկանում սահմանել, իրականում կպատմեք, թե ինչպես եղավ դրա որոշումը եւ ինչ հետագա ընթացք է ունենում այդ ռեկորդների սահմանումը։ Ճիշտ ասած, չէի ուզի փակագծերը բացել, դա շատ լուրջ ռեկորդ է, անակնկալ էի ուզում լիներ, բայց ձեր թույլատվությամբ չէի ուզի փակագծերը բացել, բայց կարող եմ նշել, որ շատ լուրջ ռեկորդ է լինելու, շատ ինքը իր տեսակով, իր բարդությամբ, իր ծանրությամբ իմ արած ռեկորդներից երևի մի 10 անգամ ավելի ծանր, ավելի բարդ է լինելու։ Միևնույն ժամանակ ամենալուրջն է լինելու իմ արած ռեկորդների մեջից։ Նաև որպես ամփոփում ընդհանրապես ինչ նպատակներ ունեք եւ ինչ եք կարծում արդյոք 10 տարի հետո ինչպիսի տեղում ինչպիսի վայրում կգտնվեք, այսինքն ինչ կլինի ձեր կյանքի հետ այդ երկար շրջափուլի ընթացքում ըստ։ Ես հստակ չեմ կարող ասել 10 տարի հետո ինչ կարա լինի, բայց ես սիրում եմ սպորտ, ամեն ինչ անում եմ, որ կատարելագործեմ, ջանք ու եռանց չեմ խնայում, որ այն ամենալրջագույնին հասնեմ։ Նաև ինչ խորհուրդ կտակ են երիտասարդներին, ովքեր ցանկանում են ոչ թե դա վերաբերվի միայն Գինեսի ռեկորդներ սահմանելուն, այլ ընդհանրապես ցանկանում են սպորտով զբաղվել կամ որևէ ոլորտում իրենց հաջողությունը կերտել։ Ինչ պետք է անեն այդ երիտասարդները եւ ինչ կամքով պետք է օժտված լինեն, որպեսզի կարողանան դժվարությունները հաղթահարել։ Նախ պետք է հեռու մնան վնասակար սովորությունից, խմելուց, ծխելուց, չգիտեմ, վատ սովորություններից։ Գիտեք ոնց է սպորտում կամ ընդհանրապես էլի իմ կարծիքով ամենաշատը պիտի շատ սիրես քո մարզաձևը, քո, չգիտեմ, քո մարզաձևը լինի, քո զբաղմունքը լինի, քո աշխատանքը լինի, միայն իմ կարծիքով այդ դեպքում կարաս մեծ արդյունքի հասնես։ Ես մեր երիտասարդներին խորհուրդ կտամ, որ սիրեն, գնան այն դրա հետևից, ինչը որ սիրում են։ Դե ինչ շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար, վստահ եմ, որ շատ երիտասարդների սա կմոտիվացնի։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Ձեզ եւս շնորհակալ ենք սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։